Ես իմացա, որ վերջերս ավստրական Grave Group ընկերությունը և C Quadrat ներդրումային խումբը հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի ապահովագրական շուկա մտնելու ուղղությամբ և պարոն Գալստյան, մասնագետները ինձ ասում են, որ սա շատ կարևոր իրադարձություն է, կխնդրեի պարզաբանել ինչու և ինչով է կարևոր այս իրադարձությունը։ Պարոն վարչապետ, շնորհակալություն։ Եվ ինչ է տեղի ունեցել, նախ ինչ է տեղի ունեցել։ Ձեր նշած ընկերությունները Հայկական Լիգա ապահովագրական ընկերության հետ փոխհամաձայնության են եկել, Graven և C Quadrat-ը ձեռք են բերում լիգայի 100% բաժնետոմսերի։ Առաջի անգամ ապահովագրական շուկայում ունենք օտարերկրյա համբավ ունեցող ընկերության մուտք, Graven ընկերությունը, որը ըստ էության ֆինանսական ոլորտում բազում ուղղություններով է աշխատում, ունի ապահովագրական ընկերություններ, ունի բանկեր, ունի ներդրումային ընկերության հետ կապված որոշակի առնչություն։ C Quadrat-ը այն ընկերությունն է, որը Talanx-ի հետ գերմանական կառավարում է մեր ներդրումային կենսաթոշակային ներդրումային ֆոնդերից մեկը։ Այսինքն երկուսի համատեղ ջանքերով իրանք ձեռք են բերում լիգայի 100%-ը ու կարևորը այն է, որ իրանք իրենց հետ բերելու են նոր մշակույթ մեր գնահատմամբ, այսինքն մեր ջանքերը իրանց ներգրավելու հենց այդ ուղղությամբ է եղել, որպեսզի մենք կարողանանք այդ ոլորտում նոր մշակույթ բերենք, նոր գիտելիք բերենք։ Երկրորդ կարևոր իրադարձությունը, որը իրենք մեզ հետ արդեն բանակցությունների մեջ են, նախ ասեմ, որ դեռևս փաթեթը պիտի ներկայացնեն մեր կողմից ռեգուլատորի կողմից հավանության արժանանալու ու իրենց լիցենզիա տրամադրելու հետ կապված, բայց երկրորդ կոմպոնենտը, որը թերևս ավելի կարևոր է, դա այն է, որ իրենք փորձելու են ու նպատակադրված են մտնել կյանքի ապահովագրության ոլորտ։ Կյանքի ապահովագրությունը երկու էլեմենտ ունի, որպես կանոն մենք հասկանում ենք մահից ապահովագրման մասը, բայց այդ չի այդքան կարևոր է, այնքան կարևոր է ներդրումային այդ կենսաթոշակներից հետո ստացված գումարները, որը մարդիկ ստանալու են, ոնց են տիրապետելու, որովհետև այդ դրանից հետո իրանք կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո որոշակի կյանք են ապրելու բնականաբար, ու այդտեղ ճիշտ է իրանց միջոցները խելամիտ կառավարելու ու այդ կյանքի ապահովագրություն բիզնես են առնելու հլթոշակ։ Միանշանակ։ Հիմա այդտեղ կարևոր է, որպեսզի իրանք ճիշտ կառավարեն այն ֆինանսական հոսքերը, որը իրանց տրամադրվելու է իրանց տարիների կուտակման արդյունքում։ Այսինքն կյանքի ապահովագրությունը շատ նման է ներդրումային բիզնեսին, ու այդտեղ միջազգային հեղինակավոր կազմակերպության մուտքը շատ կարևոր է։ Հենց որ մենք երկար սպասել ենք այս օրվան, որովհետև երկար ժամանակ ջանք ենք դրել այս ուղղությամբ ու կարծում եմ շատ դրական նորություն է։